ուզում եմ վկայել իմ ապաշխարության պատմությունը, ինչպես ստացվեց։ Ես ծնվել եմ Տաշիրի շրջան Լեռնահովի գյուղում։ 10 տարեկան մինչ ապրել եմ այնտեղ մանկությունս, 10 տարեկանից հետո տեղափոխվել ենք Գյումրի քաղաքում։ Եվ այնտեղ ես ապրել եմ իմ պատանյական շրջանս անցկացրել եմ մինչև 16 տարեկան հասակում, հետո ասենք առիթ եղավ, որ ասենք իմ ընտանիքում միայն ես ու մայրս էինք, ես աշխատանքի մտա գործի ու ասենք աշխատա։ Այդ ընթացքում մենք մամայիս հետ ապրանք համերաշխ եւ ասենք ընթացքում պատահեց, որ իմ մոտ առաջացավ ասենք հիվանդության, ասպես ասված, մի վիճակ էլի, սիրտս ոնց որ կանգներ ու ասենք հետո կենթանանայի, այդպես մի բան վիճակ ստացվեց։ Ու ասենք առիթ եղավ ասուն ավելի խորը փնտրել, թեև ասու մասին լսել էինք ու Աստված կա, մամաս միշտ աղոթում էր, բայց կոնկրետ ասած Քրիստոսի մասին, Քրիստոսի գալստյան նպատակի մասին, իրեն գործերի ողորմության մասին տեղեկություն չունեի։ Եվ ստացվեց, որ իմ քուրս իմացավ այդ մասին, Շուշի քուրս իմացավ այդ մասին, ասավ մեր մոդը, ասավ ասուն հավատալը, այսպես է բացվել է, ճիշտ հավատալը, ավետարան կարդալը, ասավ մեր Վալոդ եղբայրը մեզի ասավ պատմեց Քրիստոսի մասին, փրկության մասին, հավիտենական կյանքի մասին, նաև երբ որ ասենք Կարապետ ջան, դու լրիվ իրեն խոսքերը հավատաս, ավետարանը կարդաս, այդ բաները քո մոտդ կանցնի, բուժվես կա։ Եվ իրապես ես ասենք քայլ արեցի, հետաքրքրվա գնացինք, հանդիպանք Վալոդ եղբորը, Վալոդ եղբայր ինչքան որ իրան բացվել էր ավետարանի խորհուրդը պատմեց Քրիստոսի գալստյան նպատակը, որ Քրիստոսը մեր բոլորի փրկության համար իրեն անձնեց, զոհ է, մահացել է, խաչի վրա արյուն է թափել եւ հարություն արել մեզ արտարացնելու համար։ Եվ աղոթներ եղավ, ասու խոսք եղավ իմ մեջ առաջացավ շատ մեծ սեր ասու հանդեպ, Քրիստոսի հանդեպ, որ այդպես մեր Աստվածը կարող Աստված է։ 1964 թվականին ես ապաշխարեցի Վալոդ եղբոր վկայությամբ եւ ասենք մենք հավատացյալներով միասին ասում փառք ուտայինք, ասո խոսքը կարճեր մեր մեջ եւ վկայություն կլիներ ասենք ընտանիքներով, իմ ընտանիքիս անդամներից մայրս, քուրերս ապաշխարեցին, հետո ասենք սկսվեց հալածանք, իհարկե, նույնիսկ ասենք իմ քուրս էլ քրոջս մեկը չէր պատկերացնում, թե ինչ որ ապաշխարություն, Աստված պաշտությունը լավ բան է։ Երբ որ իմացել էր, եկավ մյուս քրոջս տունը, որ Շուշի քրոջս տունը, Մարուս քուրս եկավ եւ ասավ, ես ինչ է սերի եղբորս դարձրել ես հավատացյալ ծնգի գուկա, ես փեղճ աղբերս ինչ էր, մեղ եփ է գործոր, հիմի բդի բանն է ծնգի կա աղոտ է։ Հա, քուրս իրան բացատրեց, որ ոչ թե վատ բան է, լավ բան է, դա ավելի լավ բան է, հոգևորապես մաքրություն է, հոգևոր կյանքի մեջ ապագայում էլ իրեն լավ է։ Դու ճիշտ է, դու հավատաս, մենք էլ ենք հավատացել, բայց մենք չենք ապրել Աստծո ուզած ձևով։ Մենք էլի հավատացել ենք սխալ կյանքի մեջ ենք ապրել։ Իհարկե, այդ ժամանակ այդ Մարուս քուրս չէր պատկերացնե, մամաս էլ խորը չէր պատկերացնե, բայց հետո ասենք իրանք ուղղակի ասենք հասկացան, պատկերացրեցին, Տերը այցելեց իրանք Սուրբ Հոգով, իրանք հասկացան, որ ճիշտ ապաշխարությունը ամենակարևոր բանն է, երբ որ մարդ Աստծուն կհավատա եւ Աստծո ճանապարհի մեջ կլինի։ Իհարկե, ասենք Մարուս քրոջս ամուսին էլ էր իմացել, ինքը այդպես հավատ չուներ դեպի առաստված, ապաշխարությունը չէր ընդունել բան, ու ասենք բարեկամության կողմից այսպես որոշակի դեմ դրեցին, էլի, բայց Աստված մեր կողմն էր, մենք չլսեցինք փառք Աստծո, ինքս չլսեցի իրանց, ասենք մենք հաստատվանք, ես հաստատվա հավատքի մեջ, քուրերս կամաց հաստատվան
ու ասենք հոգևոր կյանքի մեջ մենք շարունակեցինք Տիրոջը ծառայել, պաշտել։ Գյումրի քաղաքի մեջ ամենակարևորը, ասենք ուզեմ ասեմ, ներկայացնեմ, արթնությունը սկսվեց։ Արթնությունը սկսվեց բարեկամների կողմից, Վալոդ եղբոր բարեկամների կողմից, ասենք ապաշխարեցին, իմ հարազատների կողմից, Հենդրիկի որոշակի հարազատների կողմից, ու դենց շատացան։ Ու արթնությունը Գյումրուց հիմնականը սկսվեց, ընթացքում էլ տարիների ընթացքում, ասենք Մարալի գյուղում, ասենք Ցիտյանկով գյուղում, հետո ասենք թե մոտակա շրջանները, գյուղերը, որտեղ որ կան Շիրակի տարածքում, մեր ազգությունը, մեր բարեկամները, ովքեր որ կային, հավատացին։ Մեկը մեկով կոնկրետ ասած, մինչ երկրաշարժը արդեն 70 հոգի ջրով մգրտված հոգիներ ունեինք։ Նաև մեր Վարամ եղբոր մայրիկը, մեր Ռոզա քույրիկը, Շահինյանը Ռոզյանը 10 էր, ինքն էլ ապաշխարեց, իհարկե իրան էլ վկայություններ եղել, ու այդպես մենք բոլորով միասին էինք ասում, պաշտում էինք, հավատում էինք, ծառայում էինք, այսպես հավատքը մեր մեջ դառավ ավելի ասենք կարևոր մի բան, որ մենք ցկտում էինք Աստվածպաշտության կյանքին, աշխատանքը, ասենք գործը մենք համարում ենք սովորական կյանք, բայց հավատքի կյանքը դա ամենակարևորն էր մեզի համար, որ Աստված բացեց ճշմարտությունը, Աստծուն ծառայելը, պաշտելը, դա սրբություն է անձնական կյանքի մեջ, ընտանիքական կյանքի մեջ, հարազատության կյանքի մեջ, թեկուզ դրացիական, ասենք հաղորդակցության մեջ, որ արդեն քո հարևաններիդ մաքուր աչքով գնայես եւ ավելի ասենք կզգաս, որ իրանք դիտում են էլի քո կյանքը, գործերը, նույնիսկ վկայություն է եղել հարևաններից, որ ասել են թե այստեղ որին կհավատակ, ես չգիտեմ, բայց ես հավատում եմ Կարաբեդի ասում, որովհետև իրանց Աստվածը ճիշտ է, այսինքն Հիսուս Քրիստոսը։ Այսինքն շատ կարևոր բան է, ոչ թե ես եմ ասում, սա ուրիշները լսել են, ինձ են ասել, որ այսպես բան կա, էլի, փառք Աստծո։ Ապաշխարությունից հետո նաև ասենք թշնամին հակառակորդը քնած չէ, հալածանքներ բերավ մեր վրա, անձամբ իմ վրա, ասենք աշխատանքի վայրում ինձ կանչեցին, ժողով արեցին, ասեցին, որ քեզ գործից կհեռացնենք, այն բանով, որ դու հավատացյալ ես դարել, ինչ մեր կոլեկտիվի մեջ այդպես բան պետք է չեղնի, հավատացյալը որն է, սաղսը հավատանք, ինչ աղոթք, ինչ բան, եւ ասենք, երբ որ այդպես ասեցին, ես Տեր Աստված ինչ ասեմ, Տեր ասաց, որ կոնկրետ վկա է իրանց, ես էլ կոնկրետ վկայից ասեցի, դուք երբեք չեք կարող ինձ որևիցե մեկ վնաս տալ, որովհետև ես հանցանքի մեջ չեմ, ես պաշտում եմ կենտանի Աստծուն Հիսուս Քրիստոսին, ինքը իմ կյանքս փոխել է, ես նախկինում սիրում էի, մեղքը ինձ համար դուրելի էր, բայց հիմա զգում եմ, որ մեղքը ինչ է, մեղքի վարձքը մահ է, եւ այդենց ես ավելի ասենք ընդունեցի Աստծո խոսքը, Աստված էլ ինձ պահեց, իրանք փոշմանեցին, նույնիսկ ասեցին այ մարդը գնա, ինչպես գիտես, այդպես նա էլ հավատա։ Եվ իրանք զգացին, որ իրանք այդ գործը կազմակերպել էին վախեցնելու համար, բայց չստացվեց։ Հետո բացի դրանից էլ ասենք պատահել ասենք մենք երբ որ մեր տան 9-րդ հարգում հավաքվում ենք, ասում, պաշտում ենք իհարկե խոնար, խաղաղ ձևով հավատքի կյանքը հուսելով չէ։ Աստծո խոսքը հանգիստ խոսվում էր, հանգիստ փառաբանում ենք Տիրոջը, կամաց աղոթներ, կամաց աղոթ կենենք, կամաց մենք չենք բղավում, կամ թե ուրիշ մարդու չենք հանգարում։ Այդ ասենք մեր հարևանուին չէր ընդունում, իրանց դուրս չէր գալիս հավատքը, իր եղբորն էին ասել, չգիտեմ թե իրանք ասել էին, եղբայրը մի օր դուռը բացեց, ես իմ երեխաների հետ կնոջս հետ տունն էի, դուռը բացեց, հասավ ինձ երկու հատ խփեց երեսից ու հայոյեց ինձ, թե ինչ եք հավաքում, աղոթք եք անում, խանգարում եք իմ քրոջս ու խփեց ու գնաց։ Դե ասենք փառք Տիրոջը, ճիշտ է ինձ դժվար թվաց, բայց Աստված հասկացրա, որ Քրիստոսի անվան համար, Աստծո գործի համար հալածանքներ կա ու փառք Տիրոջ Աստված մեզի պահեց, որ մենք էլ չթշնամացանք։
որովհետև դինգնես բանոր ոչ ոք չպարզենա, երբ որ Աստված հասկացնում է Քրիստոսի անվան համար հալազանքներ պետք է կրենք։ Գյումրի քաղաքում սկսվեց արթնություն եւ ասենք Գյումրի մոդերկը գյուղերից հոգիներ ասենք ապաշխարեցին, մեկը մեկով լսեցին, պաշտամունքների գալով Աստծո խոսքը բոլորի մոտ բացվեց եւ արթնությունը սկսվեց Գյումրի քաղաքում, եղբայրներ բարձրացան, ասենք ապաշխարեցին, ընդունեցին Աստծո խոսքը, ավելի ասենք սիրով հարգալից ծառայում էին, մեկս մեկից Տիրոջ խոսքով ծառայել ես նպատակով, ասենք ժամանակ էինք տրամադրում, ասենք Աստծո խոսքով կիսվում էինք, աղոթում էինք, մեր ժամանակները չէինք ափսոսում հոգևոր ծառայության համար։ Եվ այդ ընթացքում ասենք շատ եղբայրներ, շատ քույրեր մեծահասակ, ասենք միջահասակ Աստծո խոսքը ընդունեցին, նաև երիտասարդներից մեր ասենք Վարամ եղբորը, սիրելի Վարամ եղբայրը, Վարդան եղբայրը, Ռոզա քույրիկից տղաները, իրանք երիտասարդներ էին, եկեղեցում էին, փառք Տիրոջը, իրանք էլ սիրով նվիրվան Տիրոջը ծառայության մեջ, Աստծո գործի մեջ խոսալու, ծառայելու, այդ ընթացքում ասենք հոգևոր ծառայությունները միասին կատարում էինք, ընդհուպ մինչև անգամ ասենք Վարդանին էլ խումբ հանձնվեց այդ ծառայությունները կատարում էր, Արդուշ եղբայրը կար, ասենք դեղ Գրիշա եղբայրներ, ասենք մեր գյուղից Ցիցանկով գյուղից մեր Գերասեմ եղբայրներ, խմբավարները, որ ասենք խումբ ունեինք, ամեն մեկը Տիրոջը ծառայելու, Վալոդ եղբայրներ, նենց որ ասենք բոլորը միասին քիչ եմ տան մեջ փոքրիկ էր, տները այդպես չէին բանենում, էլի մետեղ չէին հավաքում, տարբեր տների մեջ, որովհետեւ լիներ։ Կուզեմ ասած լինեմ, որ ընդհանուր միաբանություն ընդհանուր էր, բայց տարբեր տեղեր հավաքվում էինք։ Հոգիները շատացել էին, փառք Աստծո։ Ու ասենք 70 ջրով մգրտված հոգիներ կային, բացի ասենք հələ դեռ անդամ չտարած հոգիները։ Ու արթնություն կար այդ տարիներին։ Դա ասենք երկրաշարժից առաջ էր այդ բոլոր բաները, ասենք արթնությունը, ամեն ասենք օրհնությունը կար, բայց հասավ այդ տարիներն, որ ասենք դժվարություն եկավ, ասենք հալածանքներից հետո երկրաշարժից մի տարի ու կես առաջ հալածանքներ եղավ, ու դից հետո արդեն երկրաշարժ տեղ ունեցավ Գյումրի քաղաքում, ասենք հայտնի է բոլոր Հայաստանով մեկ գյուղերից, ասենք Երևան քաղաքում լսեցին այդ դժվարությունը Գյումրի քաղաքի մասին, ասենք ես ինքս մեր եղբայրների հետ միասին, քույրերի հետ միասին մենք չտեղափոխվեցինք ոչ Ռուսաստան, ոչ էլ Ամերիկա, մեզի ասենք դոկումենտացիա ուզեցին, որ Ամերիկա երթանք, մեր հավատացյալներից կային Ամերիկա, բայց մենք հարմար չգտանք Ամերիկա երթալու, արդեն երկրաշարժին իմ կինս Ռիմա քույրիկը վնասվածք ստացավ, իր ողնաշարը կոտրվեց, բայց չմահացավ տեղում, 3 ամիս ապրեց այդ ժամանակ մեր ասենք հոկտեմբերյանի միասնիկ եղբայրը գավ մեզի տարավ, ասա որ եղբայր ջան, այստեղ չնայած մենք Գյումրի քաղաքում մենք քուրերս ապրում էին, բան, ասավ չէ, իրանց նեղություն կեղնի, մենք 2 հարգանի տուն ունենք, Արիկ Արաբեդ եղբայր ջան, երեխաների հետ միասին մենք 7 ամիս գնացինք մեր միասնիկ եղբոր տունը ապրանք, սիրալի իրանք մեզի ընդունեցին, հետո մենք ստիպված եղանք անպայման Գյումրի քաղաքում մենք պետք է տեղափոխվենք եղբայր ջան։ Ես բնակարան առա Գյումրի քաղաքում տեղափոխվեցինք եւ ապրանք Գյումրի քաղաքում մեր հավատացյալ եղբայրների հետ։ Մայրիկս Աստվածավախ, Աստվածասեր լինելով, մի օր ինձ կանչեց, ասավ որդի ջան, լարի մոդս, ես շուտ եմ գնացի իր մոդը, ասավ արի մոդս, ասի մամա ջան, ի՞նչ կա։ Ասավ լա բեր, աչ ոտքդ բեր։ Վերեցի մոդը, ասավ ոտքիդ վրա տեսնում ես այս տերերը։ Ասի ի՞նչ է, նշան է։ Երեքնուգի թուպի նշան, ասավ որդի ջան, դու լեին որովայնի մեջն էիր, ես Աստծո անունը կանչեցի Աստված ջան, մի հատ ժառանգ տուր ինձ տղա, թող վրենել նշան լինի, որովհետեւ սերունդ ունենամ։
Սա այս աղոթի պատասխանն է տղա ջան, սա տեսար ես նշանը, հա։ Եվ ինքը ասուն աղոթում էր, միշտ աղոթում էր, գիշերները մայրիկս աղոթում էր ու ասում էր, ասում խնդրում էր տարբեր բաներ, որ իմ զավակներիս օրհնի, սեր միաբանություն միշտ ու իր աղոթքով մենք քույրերիս սիրում հարգում էինք, մինչև հիմա էլ մեր հաղորդակցությունը անկեղծ կա, քույրերիս հետ նրանք ինձ սիրում հարգում են, ես էլ իրենց անկասկած։ Եվ ասենք ուզեմ ասել նրա մասին, որ մայրիկս աղոթները բոլորը ասուն հասավ, ու ասենք դե ես էլ ամուսնացա ժամանակին, իհարկե մայրիկս ինձ ասում էր որդի ջան, որ պետք է ամուսնանաս, դու ընտանիքիդ կնոջդ երեխաներիդ պետք է պահես խելացի, պետք է լինես Աստծո իմաստությամբ։ Ասեցի մա ջան, էդիկ ասենք գիտենք էլի։ Սա որդի ջան, որ այդպես է ես աղոթում եմ թող Աստծո կամքը լինի եւ վերջապես փառք Տիրոջը։ Այդ բանը կատարվավ ժամանակին ես 26 տարեկան էի, որ ամուսնության հարց առաջացավ, ես ասենք ընտրեցի Աստծուց խնդրեցի որ Տեր ջան, դու իմաստություն տուր ինձ, որ ես ճիշտ ընտրություն անեմ։ Հավատքի մեջ Աստվածավախ քույրիկը ընտրեցի, իհարկե ես ասենք ոչ թե ինչ որ ես իր հետ զրուցեցի, սիրեմ խաղալ, քավլիցի։ Մենք մեր սպասավոր եղբորն ասեցինք, ինքը հարցում էր արե, քույրիկը ժամանակ էր տվե եւ այո էր ասել։ Եվ ընտանիքը կազմվավ, ես իմ առաջվա կնոջից հիմա քույրիկից ունեցա 8 երեխաներ։ Բայց էլ եմ ասում երկրաշարժի պատճառով Տերը հիմա քույրիկին վերցրավ։ Նախքան երկրաշարժը հիմա քույրիկը մի օր ասեց, սենց խոսք ասեց, կարապետ գիտես ինչ կա։ Տերը ինձ պետք է վերցնե։ Ես ինչ խոսք ասում։ Քեզի պետք է վերցնե, մեզի թողը դու պատրաստ ես, ոնց կլինի։ Սա կտեսնես 3 ամիս է ժամանակ կդա։ Ու իրապես իր խոսքի համաձայն երկրաշարժին որ ինքը 9-րդ հարգից վար իջավ տղաներիցս Հոսեփն ու Դավիթն էլ հետն էին։ Իր ողնաշարը վզից ներքև թիակների մոտ կոտրվել էր 3 ամիս Աստվածքի ժամանակ տվավ, նույնիսկ Կիև գնացենք եկանք, բայց 3 ամիսը լրացավ, ինքը ննջեց։ Դրանից հետո ասենք թե ես մի հատ ցայնագրություն էլ ունենք, որ ասենք կոնկրետ կյանքիս մասին է, ասենք ես աղոթեցի Տեր ջան, քո կամքը լինի, ինչպես սահմանել ես, թե իմ փոքր երեխան Դավիթը մի տարեկան էր։ Այդ ժամանակ ասենք Տերը սրտիս դրավ, որ ասենք Սեդա քույրիկին ինքը նոյեմբերյանից է, ապրում էր Երևանում, մեր մամիգոն եղբայրենց տունը։ Տերը սրտիս դրավ, որ Սեդա քույրիկի համար եղբայրներին դիմեմ, հարցում եմ եւ ես դիմեցի, ասենք Դավիթ եղբորը, մամիգոն եղբորը, նրանք էլ ասենք նայեցին, հարցում էին երես Սեդա քույրիկը մի համարյա շաբաթից ավել ժամանակ էր ուզե, բայց երբ որ ասենք ինքը վսել էր իր մտքի մեջ ոնց կլինի որ ես երեխան երեխաներ պահեմ կրնամ, ի վիճակեմ, տխրություններ եկի իր մեջ, շատ տխրել էր։ Սելեր Աստված ջան, քո կամքը լինի, դա հնարավոր է իմ կողմից ուրախություններ եկի։ Ես հասկացա, որ ասի գասու կամքներ։ Իհարկե ինքն էլ խնդրեմ ուներ, իր խնդրեմ, իր հարազատները պետք է ջան հալած էին, թե էս ինչ է, դու ազավ աղջիկ գնացիր ու դու երեխայի հոր արար։ Եվ իրապես, երբ որ ասենք ինքը համաձայնվեց, իհարկե նույնիսկ կային եղբայրներ էլ որ մոդեցի իրան ասել էին, սեդասի ախր վերածդ բանը գործը գործ չես ոնց համաձայնվար եղբայրներից մեկը ասել որ դա ծեր գործը չասու գործը։ Վերջապես դա քույրիկը ասենք համաձայնվավ, եղբայրները ասենք եկեղեցով կատարեցին այդ արարողությունը, ինչպես կարդում են, որ ամուսինները պետք է հավատարիմ ծառային իրանց երեխաներին եւ այլն, հա։ Ու ասենք նույնիսկ երբ որ Սեդա քույրիկը եկավ մեր տուն, իմ առաջվա կնոջս հարազատները պատկերացնում եք իրան ընդունեցին որպես իրանց աղջիկ, իրանց քուրը։ Հիմա քույրիկի մաման որպես իրեն աղջիկը։ Եվ այդ բանը հարևանության մեջ, հարազատության մեջ բոլորը իմացան։ Եվ հարևանության մեջ էլ ասենք իմ Ռիմայից ծնված երեխաները Սեդա քույրիկին այսպես վերի աստիճանի հարգանքով որպես մամա
որպես հարազատ հոգատար իրան ընդունում են։ Նույնիսկ Սեդան իրանց ամեն մեկի համար Աստծո առաջ աղոթքեր է լալով, որպես իրանց անկեղծության մայրական պարտականությունը կատարե։ Սա ոչ թե ինձ կհորինեմ, սա ջերմնական աստվածային ասենք գործ է, մարդկային մտքից ու խելքից վեր է, ով կարող է ուրիշի երեխաներին հոգ տանել իրեն երեխայի պես, ասենք փոքր տարեկան երեխային։ Ու ասենք շատ նույնիսկ իմ փոքր երեխաները բոլորը ասենք իրան մաման էին ասում, մեծերն էլ հարգանքով։ Մինչև հիմա մեր կապը, հաղորդակցությունը պաշտպանվում է Աստծո հավատքով, Աստծո վախով։ Դա ոչ թե ինչ որ ես հորինում եմ, դա ճշմարտություն է, որ Աստված երկնքից նայում է եղած բանը, բացարձակապես մի բան չենք ավելացնում։ Փառք Տիրոջը։ Սա ինչ եմ ասում, սա վկայությունը ուղղակի բաներ կա, որ մարդկային մտքից է վեր է։ Երկու անձնավորություն չեն կրնա, մի վերցնենք ընտանիք կա մի քանի հոգի։ Նույնիսկ եղել է, մենք իմ ընտանիքս 14 երեխաներ եմ ունեցել Սեդայի հետ միասին։ 6 հատ երեխաներ Սեդայից եմ ունեցել, 8 հատ էլ Ռիմա քույրիկից։ 14 երեխաներով մի տան մեջ համերաշխությամբ, ուրախությամբ ապրել ենք։ Ու այն երկրաշարժի տարիներին, նեղության տարիներին պատկերացնում երկու հավգտով ծվով գոգլի է Սեդան ու Աստված օրհնել հավատքի միջոցով բոլորս կերել են երեխաները կերել են այլ մարդ հրաշքով կուշտ են սովածություն չեն զգա զորություն կա եւ դա ճշմարտություն Աստված կենտանի ոնց որ Հիսուսը մի քանի ցակներն ու հացերը օրհնեց կերան ժողովուրդը կշտացան ավելցավ այդենց հրաշքներ եղել ասենք Գյումրի քաղաքում լրացուցիչ կարող եմ ասել, ասենք իմ ապաշխարությունից հետո Աստված կամեցավ, որ ասենք իմ քուրս ապրում էր Լեռնահովի գյուղում, Տաշիրի շրջան Լեռնահովի գյուղում։ Եվ արետ եղավ իմ քուրս կանչեց, ասենք ես վկայեցի Տիրոջ խոսքերը Ավետարանի ասենք լուրը փրկության, ինքը ընդունեց։ Եվ ժամանակի ընթացքում ասենք ինքը ավելի ընդունելով իր երեխաների հետ մեկտեղ ավելի ամրացան հոգևոր կյանքի մեջ ու ասենք սիրեցին Աստծուն պաշտել նույնիսկ քուրս գիշերը ժամը 2-ին արթնացնում էր իր 3 աղջիկներին ասում էր երեխաներ ջան աղոթենք որ Քրիստոս Տերը կգա մենք պատրաստ ենք իրան դիմավորելու Այդենց իր երեխաներին հոգևոր կյանքի մեջ նվիրյալներ դարձավ եւ քուրս լավ հավատքում էր, այնց լավ հավատք է, դա ճշմարտություն է, չեմ ավելացնում, ու ինքը Աստծո կամքով տեղափոխվեց երկրաշարժից հետո Տաշիրում, նախկին անունը Կալինո էր Տաշիրի, այնտեղ տուն առավ Ռուսների տուն առավ եւ այդտեղ բնակվեցան իրանք։ Ու ասենք իր աղջիկների հետ հավատքի մեջ մնացին, ու ասենք հետագայում էլ երեխաներին ամուսնացրեց ու փառք Աստծո։ Այդ երեխաներին որ ամուսնացրեց, փեսաներն էլ ապաշխարեցին։ Փեսայի անունը Վարդգես է, մյուսի անունը Նորիկ։ Հիմա Նորիկը եպիսկոպոս եղբայր է։ Իսկ նաեւ Վարդգեսն էլ սպասավոր է ինքը։ Եկեղեցում ծառայություններ կենեն։ Աստված փառավորվի, Աստված իրեն գործը գիտե, բայց թե ինչպես ամեն մեկին կօգտագործի ինքը գիտե, մենք չգիտենք։ Մենք միայն Աստծո խոսքը կգսենք, բայց Նորիկ եղբայրը, որ երկրաշարժից եկավ, ասենք ինքը Վոլգոգրադում էր, եկավ Լենինագանում, դե երկրաշարժից հետո մեր ասենք թե Ռիմա քույրիկս իմ նախնիքինը երկրաշարժի պատճառով մահացավ։ Արդեն Սեդա քույրիկներ մեր տունը ինքն նոր եկավ Նորիկը մեզ այցելելու եկավ մեր ընտանիքին արդեն լսենք Սոֆիի հետ միասին իմ քրոջս աղջիկերակին էլի ես ասենք սիրով հաղորդակցվանք ու Սուրբ Հոգով առաջնորդվա որ ինքը ռուսերեն ասենք ավարտել է ռուսերեն է իր դպրոցը սովոր է Վոլգոգրադում աշխատում էր ու Տերը ասավ իրան Աստվածաշունչ դուր իմ սրտին դրավ Աստվածաշունչը տվի Նորիկ եղբորս Նորիկ ջան դու ասում բդի ծառայես ու Աստծո ձեռքերի մեջ օգտագործվես եւ փառք Տիրոջ իրապես
այդ բանը ոնց որ Աստծո կամքով իրապես կատարվեց էլի։ Այն Գյումրի քաղաքում արդեն Գերասիմ եղբայրներ, Վալոդ եղբայրներ, Ղարիբ եղբայրներ, Վազգեն եղբայրներ, մենք շարունակեցինք ծառայելը Աստծո գործերի մեջ, Աստծո ժողովրդին օգնում էինք, հորդորում էինք, խոսում էինք, հավատարիմ մնացինք, մենք միասին մնացինք, եղբայրներ աճեցին, այդ ընթացքում շատ եղբայրներ աճեցին, ասենք հիմա Գյումրի քաղաքում կան մեր եղբայրները, սպասավորներ ունենք, երեսներ ունենք, եպիսկոպոս, մեր սիրելի Գրիշա եղբայրը, ասենք երեսներ ունենք, մեր եղբայրներից կան Հովիկ եղբայրը, ուրեմն խոսքս նրանում էր Գյումրի քաղաքի համար, քանի որ ես Գյումրի քաղաքի սպասավորներից եմ եղել, ասենք Վալոդ եղբայրից հետո ծառայության մեջ եմ եղել։ Իմ ընթացքի ժամանակ, երբ որ ծառայում էի, իմ ուրախություն ծերոր, ասենք ծառայող եղբայրները շատանան, որտեղ հունցքը շատ է, մշակները քիչ են, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է, մեր փրկիչի, որ խնդրում էինք սպասավոր եղբայրներ հանել, ծառայող եղբայրներ հանել Հիսուս ջան, եւ փառք Աստծո, ասենք մեր եղբայրներից 5 եղբայրներից Գերասիմ եղբայրներ, Ղարիբ եղբայրներ, որ Աստծո գործի մեջ ծառայում էին, եւ խոսող եղբայրներ էլ կային, ասենք Աստծո խոսքը խոսող Վազգեն եղբայրներ շատ կային։ Նույնս են Գյումրի քաղաքից նաեւ մեր, ասենք Հովանես եղբայրը, որ հիմա Ամերիկայում է, մեր Մուրուկով ոսկերիչ եղբայրը, ասենք ինքն էլ էր Երևան գնում գալիս էր, բայց իր ուրախությունն էր Գյումրի քաղաքն եկավ, անպայման պետք է հանդիպի եղբայրներին, այցելություն եղնի, միաժամանակ ինքը Հովի եղբայրը իմ բանն է, փեսա աղբերն է եղել, փսակադրության ժամանակ, ինքը լավ գիտե։ Կուզեմ ասած եղնեմ, ասենք մեր Վարամ եղբոր հետ, Հովանես եղբայրը, Վարդան եղբոր հետ երիտասարդ էին, իրանք ինձանից մի 15 տարի փոքր են, ու ասենք այդ ընթացքում սիրով լսում էին, ծառայում էին, ամեն մեկը ուրախ, ասենք իրանք այսպես ասած երիտասարդական խնդավառությամբ, եթե ուղարկում էինք, գնում էին ամեն ասենք այցելությամբ, փառք Տիրոջը։ Բայց հիմնական դրանից հետո ասենք, երբ որ եկեղեցին համար լրվեց բան, ապագայում ասենք հսկում էինք Տիրոջով, գյուղերից բռնած հսկում էինք, ծառայում էինք, հորդորում էինք, խոսում էինք, ու ասենք մեր մոտ Գյումրում շատ եղբայրներ, ասենք այս վերջի տարիներին, նու 10 տարի առաջ մոտարապես կային այդպես պատրաստի եղբայր, Հովանես եղբայրներ, ասենք Կարուշ եղբայրներ, նաև եղբայրներից շատ եղբայրներ, Համիկ եղբայրներ, Աստծո խոսքի գործի մեջ ծառայող եղբայր, Նորո եղբայրը, այնտեղ շատ եղբայրներ կան, որ նվիրված էին։ Ես որ ես մոտակա ժամանակներս մի քանի ամիս առաջ այցելեցի, տեսա եղբայրների ուրախությունը, միաբանությունը, ջերմությունը իրար հետ գործում էին Գյումրի քաղաքում, ուրախացանք։ Ես սկզբնական շրջանում ես ինձ անարժան էի համարում, ասում էի թող մյուս եղբայրները ավելի ես եղբայրներին ասենք, ասում էի թող եղբայրները առաջ լինեն էլի ծառայության, ես անարժան եմ էլի։ Նույնիսկ Ագոպ եղբայրը մեր առաջի երեցը Հայաստանի ասում էր Կարապետ եղբայր ցերնադրենք ծառայ Աստծո ժողովրդին, ասում էր եղբայր ջան, թող եղբայրները բանեն, իրանք առաջի ավելի ասենք ծառային։ Բայց վերջապես ասենք ինչքան գուզե մարդկային ցևով դու քեզ անարժան ու հետ պայես, եթե ասում պիտանես ու Աստված պիտանի կդարձնե, ուրեմն արդեն գուկա պարագա, որ դու չես կարող էլ ասես որ ես անարժան եմ։ Մեր անարժան լինելով մեզի ցածրնելով Աստվածը մաքրող եւ դարձնող պիտանի։ 76 թվին ցերնադրվեցի, ասենք Սարգսակ մեր Նիկոլայ եղբոր կողմից, ռուս եղբոր եպիսկոպոսի կողմից 83 թվին էլ ցերնադրվեցի Հովիկ Գյումրի քաղաքին, ասենք Աստծո ժողովրդին եկեղեցուն ծառայելու համար։ Եվ ասենք դրանից հետո այսպես էր էլի ցերնադրությունը, ասենք երբ որ Աստծուն խոսք ես տալիս Աստծո եւ մարդկանց առջև, ավելի դուք ու բարդականությանը դմեջը
պետք է ասենք մտածես, որ հավատարիմ լինես Աստծուն եւ Աստծո ժողովրդին անշահախնդիր սիրով ծառայելու։ Եվ ասենք ես ուզեմ հիմնական ներկայացնեմ եկեղեցու նշանակությունը։ Եկեղեցին դա Աստծո տունն է, Աստծո տունն է համարվում, այսինքն Աստծո ընտանիքի անդամները, մենք բոլորս Աստծո ընտանիքի անդամներն ենք, Աստված մեր երկնային, մեր հոգևոր հայրն է, մենք իրեն զավակներն ենք։ Եկեղեցին Տեր Հիսուսը դա հատուկ է դրել երկրի վրա, որ եկեղեցու մեջ մարդիկ նաև հոգևորապես պետք է ծնվեն Աստծո խոսքից, Աստծո հոգուց։ Բայց շատ կարևոր է, ասենք, եկեղեցի մասնակցող բոլոր քույր եղբայրները իրենք պատասխանատվություն ունեն, զգում են, որ Աստծուն ծառայելը դա շատ կարևոր բան է։ Ովքեր որ եկեղեցում մասնակցում են, նրանք իրապես փոխված են, իրենց արտաքին կյանքն էլ է փոխված, մեղքերից հեռու են։ Նորեն մի կարևոր բան հիշեցնում եմ իմ կյանքից, որ ես ասենք թե մոդելում 80 տարիս լրանալու է, բայց ես 20 տարեկանից ապաշխարել եմ 60 տարի, հաջողում եմ եկեղեցի քրիստոնյաների հետ եւ շատ կարեւոր է այս կյանքը, որ 60 տարին քիչ չէ, երբեք ես չեմ փոշմանը եւ ես տեսնում եմ, որ այս քրիստոնական կյանք, Աստված պաշտության կյանքը եկեղեցի ճանաչելը, եկեղեցում գտնվելը դա ամենակարևոր բանն է մարդու այս աշխարհում ընդրությունը, որ եկեղեցու մեջ ապրի որպես Աստծո զավակ, Աստծո ընտանիքի անդամ։ Ամենակարևորը, ասենք, Տիրոջ կամքը նա է, որ այս խոսքերը, որ դու լսում ես, սիրելի ուղդիր, դու էլ կարիք ունես Տեր Հիսուսին քո կյանքի մեջ ընդունել որպես քո փրկիչդ, քո Աստվածդ, հավիտենական Տերդ, որովհետև Քրիստոսը կարող Աստված է։ Եվ ինքը կարող է քո դժվարությունների, քո փորձությունների, քո հոգեկան ճնշումների կամ թե բոլոր տեսակի կարիքների մեջ քեզ կարեկից լինե, քեզ քո ներքին աշխարհը փոխե, խաղություն քեզի տա, ուրախություն տա, եւ ինքը կարող ամեն իրեն գալողին ընդունե եւ փոխե, դա այդ կարողությունը, որովհետեւ նրա սրտի մեջ եւ կյանքի մեջ երկնային խաղություն, ուրախություն, փրկության հույսը թակավոր է։ Այսպես ասված, մենք ոչ թե միայն ժամանակավոր կյանքի համար ենք հավատում, որ ասենք մեր 100 տարի ապրենք, ապահով առողջ լինենք կամ խնդրեմ չունենանք, Աստված մեզ մարմնա, որ այս ուդելիքները տա հաջողություն, տունը եւ այլն, Աստված մեզի խոստացել է հավիտենական կյանք։ Հիսուսը որ հարություն առավ, այս հարությունը խոստացել է մեզի տալու, որ մենք հոգևորապես հարություն առնենք նոր մարմնով, ոչ թե սաբականացու մարմնով, այլ նոր անաբականացու մարմնով, որ իրեն հետ ժառանգենք երկնային աշխարհությունը։ Սա է մեր հավատքի իմաստը եւ կարեւոր նպատակ, ինչպես Պողոս առաքյալը ասեց Առաջի Կորինթացիս 15 գլխում, ասավ, եթե մերելների հարություն չլիներ, ուրեմն մեր հավատքը պարապ կլիներ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի ուղդիր, ամենակարևորն որ դու հավատաս հավիտենական կյանք տվող Աստված է եւ Հիսուս Քրիստոսը հենց ինքը կոչում է երկնքից Աստված Մարգարեի բերանով խոսեց, որ փրկիչ պետք է ծնվի, նա պետք է կոչվի հավիտենության հայր, հզոր Աստված, խաղաղության իշխան։ Քրիստոսին հավատացողը, Քրիստոսին ընդունող իրեն կյանքի մեջ Քրիստոս հետ պետք է ապրի երկնքում նոր մարմնով, հավիտենական, անապական մարմնով, անմահկանացու մարմնով, երկնքի աշխարհության մեջ դա է մեր հավատքի բնաբանը նպատակը։ Ես սրա համար եմ կոչ անում, սիրելի ուղդիր, եւ իհարկե Աստծո խոսքում գրված է, որ ասուն հավատացողները բնավ չեն փոշմանի։ Կը Աստված տա քեզի, որ ասենք կարդաս ավետարանը, հետաքրքրվես ավետարանի մեջ նոր կդագանը, դա կոչվում է ավետիս, փրկության լուր, Հիսուս Քրիստոս աշխարհի իր մեծ թվարկությունը դրա համար է շեշտում Հիսուսով նոր կյանք։ Մինչև ասենք այս թվարկությունը դա Քրիստոսի ծննդյան բանով է կոչվել։
Հսկանը կրնամ վգայեմ քեզի, բայց դու երբ որ կարդաս ավետարանը, Աստծուն հավատաս, աղոթք կնես, Աստված քեզի ավելի շատ կբացի։ Եթե իմ 60 տարիների ընթացքում ես Աստծուն հավատացել եմ բազում փորձանքներից, մահաբեր փորձանքներից, ավարյաններից, երկրաշարժներից ազատվել եմ։ Իմ մեքենային խփեցին, մեքենան ջախջախվավ, 2 երեխաներս հետս, 2 կամազը խփեց, բայց մեզ Աստված պահեց, բան չեղավ։ Հրաշքներով անցած մարդ եմ, ես չեմ ուզում ժամանակը ասենք չի փավե որ սրանց մասին խոսեմ, սիրելի հոգի, Աստծուն հավատա եւ Աստծուն տարի Աստված քեզի հավիտենական կյանք ուտա։ Աստկանը կարող եմ վկայել, Տերը փառավորի այս վկայության մեջ, ամեն։